Շնորհակալ պարոն քաղաքապետ, ավականու հարգելի անդամներ, ձեր քննարկմանն է ներկայացվում Երևան համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին Երևան քաղաքի ավականու որոշման նախագիծը։ Նախագիծը կազմվել է տեղական տուրքերի եւ վճարների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջ եւ երրորդ մասերի համաձայն, ըստ որոնց արտոնություններ կարող են կիրառվել ավականու որոշմամբ, տեղական տուրքերի եւ վճարների գծով արտոնությունները համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավականին։ Տեղական տուրքերի եւ վճարների արտոնություններն տեղական տուրքի եւ վճարի դրույքաչափի նվազեցում ավականու սահմանված տոկոսի չափով, տուրքի վճարի նկատմամբ զրոական դրույքաչափի կիրառումը կամ հաշվարկված տեղական տուրքի եւ վճարի վճարումից ազատումը։ Նախագիծը կազմվել է հաշվի առնելով նաեւ 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքերի գծով սահմանված արտոնությունները կատարվել են փոփոխություններ, մասնավորապես առաջարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան Երևանի վարչական տարածքում նոր շենքերի եւ շինությունների շինարարության թույլտվության ժամկետների յուրաքանչյուր տարվա համար 2026 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառել տեղական տուրքի դրույքաչափի նվազեցման արտոնություն տեղական տուրքի չափի 70%-ի չափով 2025 թվականի համար սահմանված 75%-ի դիմաց, հիշեցնեմ, որ 2024 թվականին, քանի որ ինքը նոր տուրքերի երկարաձգումը 90% արտոնություն ենք սահմանել, 25-ի համար 75 եւ 26-ի համար համապատասխանաբար նվազեցնում ենք 70%, չնայած որ կներկայացնեմ, որ նաև այլ արտոնություններ կա, որոնք այսպես ասած խրախուսական են։ Առաջարկվում է Երևան քաղաքի վարչական տարածքում Կրոնական պաշտամունքային շենքերի եւ շինությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան Երևանի վարչական տարածքում շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա, այդ թվում ոչ ամբողջական 2026 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառել արտոնություն տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոական դրույքաչափի կիրառմամբ Մյուսը առաջարկում է Երևանի վարչական տարածքում նոր շենքերի եւ շինությունների շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա համար 2026 թվականի տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառել տեղական տուրքի դրույքաչափի նվազեցման արտոնություն տեղական տուրքի չափի 85%-ի չափով, եթե դիմումատուի նկատմամբ առկա չէ քաղաքաշինական նորմատիվ տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը սահմանող ավականու համապատասխան որոշման փաստի առթով 2025 եւ 2026 թվականների ընթացքում կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշում, այսպիսով Փոշեկալանից ցանցերը ժամանակին տեղադրած եւ վարչական պատասխանատվություն չենթարկված կառուցապատողները կօգտվեն լրացուցիչ արտոնությունից, իսկ 70%-ի փոխարեն 85%-ի չափով Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան Երևանի վարչական տարածքում 2015 թվականի մարտի 19-ի կառավարության 596 որոշմամբ սահմանված բարձր ռիսկայնության 4 կատեգորիայի դասակարգում ունեցող օբյեկտ հանդիսացող բազմաբնակարան եւ բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի եւ համալիրների համար շինարարության թույլտվության տրամադրելու համար 2026 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառել դրույքաչափի նվազեցման արտոնություններ սահմանված տոկոսների չափով, եթե կառուցապատման մակերեսի հարաբերությունը հողամասի մակերեսին 40-ից 55% է 7-10%, 30-ից 40% 20%, մինչև 30% 30%, մեկից ավելի շենքերով բաղկացած համալիրների համար շենքի կառուցապատման մակերեսի հարաբերությունը հողամասին, եթե 20-ից 25% է 20% արտոնություն լրացուցիչ եւ մինչև 20%-ի դեպքում 40%, այսինքն սրանով այն կառուցապատողները, որոնք ընդհանուր նորմատիվից ավել կանաչ տարածք են նախատեսում ընդգրկել համապատասխան կառուցապատման մակերեսի մեջ, խրախուսական լրացուցիչ արտոնություններ են ստանում։ Առաջարկվում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան Երևանի վարչական տարածքում բազմաբնակարան շենքերի եւ շինությունների շինարարության թույլտվության ժամկետների
մեկ անգամ մինչև 5 ամիս ժամկետով երկարաձգման համար 2026 թվականի համար սահմանված տեղական թուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառել արտոնություն տեղական թուրքի դրույքաչափի նկատմամբ զրոական դրույքաչափի կիրառմամբ, եթե կառուցապատողը մինչև սույն որոշման ուժի մեջ մտնել է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է սնանկ։ Սահմանված արտոնության կիրառման համար հիմք է կառուցապատողի սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։ Նշեմ, որ նախագիծը ստացել է Արտադրության նախարարության պետական փորձագիտական դրական եզրակացություն եւ սույն նախագծի մասով առարկություններ չեն ներկայացվել։